Ապեր չի բացեն մեզ դուրը։ Մենք հարկում ենք դա չի նշանակում պետք է սենց են վարկի ախ որպես մի առասկանքից ախպեր ավարի մի արա ապեր մի արա մի արա Դժվար հարց եք տալի։ Սպասում ենք, որ վերջապես ողջամտություն կունենան, իրանք կհասկանան, որ իրանց գոնե այս անգամվա խոստումը, որ իրանք տվել են, գոնե իրանց խոստումին տեր կկանգնեն։
Իրանք մեզի երաշխավորել են, որ մենք այսօր մեր ուզած մարդկանց հետ հանդիպել են, երաշխավորել են։ Հետո գոնե բարի լինեն, հիմա այս անգամ իրանք խոստումը կատարել։ Գոնե այս մի որն է, որ հենց անձամբ ԳՇՊ-ը չի ցանկանում հանդիպել։ ԳՇՊ-ը երբ է ցանկանում հանդիպի որ։ Մենք լեսկավախ ԳՇՊ-ին չենք տեսել։ Մենք ասելիք ինչ ունեք ԳՇՊ-ին։ ԳՇՊ-ին շատ բան, շատ։ Օրինակ մի հատ բերեմ օրինակ։ Դուք լավ կհիշեք են ջերմուկի դեպքերը, որ պետք է կարային 200 սոված, չէ 200 հոգու կարային իրանք գերեվարային, կար այդ հնարավորությունը, ճիշտ է, պատերազմը ճիշտ է ավարտվել էր, բայց նրանք մտել էին մեր սուվերեն տարածք, ճիշտ է, կարային իրանք այդ 200 հոգուն գերեվարային ու այսօր այս հարցը լուծված կլներ, լուծված, թե չէր լուծված, եթե ասենք փոխանակման հարցը լիներ, չէ, կարային, չէ, ասենք ասեն մենք ձեր հիմա կասեն մարդիկ պատերազմից հետո գերեվարային թազա հրահարում կսնե, չէ, բա ոնց ադրբեջանցիք են մեր տղեկին խծաբերդի գերեվարեցին, պատերազմը վաղտ ավարտված էր, չէ, որ իրանց գերեվարվեցին, բա եթե ադրբեջանցիքին թուրքին կարելի է մեզի չէ, Հիմա ինչքան եք այստեղ պատրաստվում սպասել ինչ գործողություններ։ Հեսա կտեսնենք, էլի ցավը տանեմ, հեսա կտեսնենք ինչա կատարվում, վերջապես նույնց եմ ասել, գոնե իրենց ողջամտությունը գնացում կաշխատի, որ իրանք ելեն մեզի մի բան հստակ կասեն, հա, ձեր բան, որովհետև թե մարդաքանակի վերաբերվում ենք 30 հոգի պլյուս մինուս ընդ մի քանի հոգի չենք բանում, ասում ենք էդի կլի, որ պետք է հանդիպենք, տենայինք, խոսայինք Պարոն Ղուկասյան, հրաժարվում եք Սարգսյանի հետ հանդիպումից, ինչու՞։ Մենք Սարգսյանի հետ հանդիպել խոսալու, Սարգսյանի հետ մազերի չափ հանդիպել խոսացել ենք։ Ամսի 27-ին էլ, որ ես եկնեմ այս փողոցի վրա, որ շրջադարձանեմ մեքենան կանգնեցեմ, Սարգսյան Արմանի ես մեքենայի դեմով եմ կանգնել, իր այդ էս չերես մեքենայի պատուան զորում ու տեղեկացել եմ, որ գալիս ենք ստե ձեր շենք հյուր, սենց Չակերտավոր հյուր։ Ինք իմացել է, որ մենք գալիս ենք, ես իրան ասել եմ, որ ծնողներով գալիս ենք։ Հելը կշգնացել է, հելը որ ասելու բաններ կենեք ասել սպասեմ տերամ ինչ են գալի, ինչ են ասում, կասեմ կետամ, հիմա ինչ ունի մեզի ասել, դե տողներ ասել, ամսի 27-ին ասել, մեզ չէ, որ։ Իսկ մուտքի դուռը փակ պահելը ինչ նպատակ է հետապնդում։ Դե որ ինչ-որ մի ձևով իրանց անհարմարություն բանանեն, որ հասկանան, որ իրանց գործողությունները տեղաշարժ արդեն սահմանափակվում է, գոնե այդ առումով կեթային ինչ-որ մի բանի, կասեն չէ, արեք ես այդ 3-5 ասենար, արեք տեսեք, շենքը աշխատանքը խաթար, հիմա որ գնանք, կարան գնանք փողոց է փագենք, bez պրաբլեմ, բայց այդ փողոցը էլի կփագենք, հարցետի չի, բայց փողոցը փագենք էլի լիքը մարդկանց նեղություն չնայած, ես նորից եմ ասում, խնդրում եմ նորից մեր ազգաբնակչությունը, որ ըմբռնումով մոտենան այս հարցին, որ իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը, դա մենք հենց այնպես չենք անում, պրոստը մեր հավեսի համար, այդ երեխեքի ճակատագրով վերջես երգիրը պետք է զբաղվի, թե չէ, ոնց նայում ենք ու զբաղվող չկա։ Խորհրդարանում են փորձում եք այս հարցը բարձրացնել, կարծեմ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում։ Երբեք խորհրդարանը մենք էս մենակ ոչ մեծ հարցներ, Անդրանիկ Քոչարյանից մենք ուրիշ պահանջներ ենք ասում, որը հետո որ ինքը ձևափոխեց ուրիշ ֆորմատ տվեց։ Մենք իրան ասում ենք պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարն ես, քննիր, ճշտիր, իմացակ ով էր դավաճանով, սրիկով, այս երգիրը այսօր երեխեքին ծախեց, ով այդ տղեկին մեջքից խփեց, ով միտումնավոր տարավ։ 2 տարուց ավել Պաշտպանության նախարարությունում է տարբերացաներում է ասում էի գեներալ Արուստամյան Կարենը հանցագործ է 9-րդ ՊՇ-ի հրամանատարը Ես ասի ես լսա այնքան ասեցի մինչև Արուստամյան Կարենը ասում եք ինչ հարց ունենք Վարդանյան Կամոյի մտերիմն է Արուստամյան Կարենը որը որ այս շենք բազմաթիվ անգամ մտել է արդեն ոչ ծառայության մեջ ելնելով արդեն քրեական վարույթը վրան կար Արուստամյան Կարենը այս շենք մտնում հելնում էր իր ընկերոջ մոտ հարավատարիմ
Բա որ Արուստամյան Կարենը Նյու Յորք փշեն, այսինքն ի պատասխանատուն Ջաբրայել, Հադուտ ամենայն թեժ կետերը, որ հիմա ռոզիսկի տակ է, հենա քննչական կոմիտեն էդի կասի, որ Արուստամյան Կարենը արդեն հետախուզման մեջ է։ Այն վաղ որ չէր փախե, բախի չէիք բռնում։ Խի թողեցիք այն աստիճանի հասավ, որ փախավ։ Հիմա ես կարամ մտածեմ, որ Վարդանյան կամոն այդ ամեն ինչին իրան օժանդակ է, որ ինքը կարամ ունեմ այդ իրավունքը ունեմ, քանի որ իրան մտերիմն է։ Հետո բա բռնեին։ Բայց մարդը Արուստամյանը գեներալ, մայոր Արուստամյան Կարենը այդքան երեխու գլուխ տարավ կերավ, հնչի չբռնին։ Լիքը հարցեր կա, ցավը տանեմ, մի հատ չէ, երկու հատ չի, ասես պրոստը ես չեմ կարա այս պայս են սաղը, պետք է նստեմ, սաղ իմի բերեմ իմ հարցերը։ Բայց այս պայտակ խոսակցության մեջ, որ հիշում եմ, ասում եմ, ես չեմ քաշվում, չեմ վախում, ես անուններ եմ տալիս։ Ոչ մեկից է չեմ վախում, որովհետև ես իմ ապին պահանջը միշտ եղել է արդար, պարզ եւ մաքուր։ Ոչ իշխանություն եմ ուզել, ոչ չգիտեմ ես իմ հեղաշրջում եմ ասել, ոչ էլ ասել եմ այս մեկը վատն է, այն մեկը լավն է։ Իմ համար բոլորն են մեկ են։ Ինձի կարևորը իմ երեխու ճակատագիրն է, որի վերաբերյալ 5 տարյա տեղեկություն ունեմ, ոչ թե մենակ ես, իմ նման 190 հոգի։ Ես եմ։ Say